արդեն վաղուց։ Թմբուկ չենք նվագելու, բնականաբար, բայց մենք կարծում ենք, որ տեսեք, Փաշինյանի կողմից իրականացվող բոլոր այդ գործողությունները, թմբուկ, սրտիկ, նորից ամուսնանալ եւ այլն, մի նպատակ ունեն, կեղծ տպավորություն ստեղծել, որ ամեն ինչ լավ է, որ ամեն ինչ մեր երկրում լավ է, որ Ալիևը չի սպառնում, օրինակ, ադրբեջանցիներին մասսայաբար վերաբնակեցնել Հայաստանում, որ օրինակ Ալիևը այս վերջերս Արցախը բռնազավթելուց հետո չի բռնազավթել Նախիջևանը, ոչ մեկ ուշադրություն չի դարձրել, չէ՞ դրա վրա, տեղի է ունեցել Նախիջևանի ինքնավար հանրապետության վերացում, փաստացի եւ բռնազավթում Ադրբեջանի կողմից, հիշեցնեմ ձեզ, որ Նախիջևանը զիջվել է Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանին պրոտեկտորատ մնալու ինքնավարություն մնալու պայմանով։ Ինքնավարությունը վերածվել է Հայաստանի Հանրապետությունում, դրա մասին ոչ ոք չի խոսում, թե մենք Նախիջևանի Հանրապետության շահառուներից մեկն ենք, Կարսի պայմանագրով։ Այսինքն այս տպավորությունն է ստեղծվում, որ ամեն ինչ մեր շուրջը լավ է։ Մենք բնականաբար այդպիսի կեղծիք տարածելու բնական նկատառում չունենք, մեր ընտրողների հետ մեր հանդիպումները չեն լինելու ավանդական, այսպես ասած, քարոզարշավ, որ գնանք մենք մեզ մարդկանց պարտադրենք, չէ, դա լինելու է մարդկանց հետ երկխոսություն։ Անկեղծ, արդար երկխոսությունի դեպ սկսվել է արդեն, մարդիկ էլ շատ լուրջ հարցեր են մեր առաջ բարձրացնում ու ասում են բացատրեք մեզ այդ հարցերը ոնց եք լուծելու։ Եվ երբ որ լուծումները ներկայացնում ես, եւս մի հատ կարևոր հարց են տալի։ Շատ կարևոր, այդքան փող որտեղից։ Որովհետեւ չես կարող անվերջ խոստումներ տաս մի երկրում, որտեղ պետական բյուջեն անվերջ չի։ Եթե դու ասում ես այստեղ կավելացնեմ, պետք է ասես որտեղից պակասացնելու։ Շատ լուրջ է։ Դրա համար մենք այս գործընթացը սկսել ենք, շարունակելու ենք, բայց առանց կեղծ սրտիկների։